Ստեղծագործելը ինձ երջանկություն և բավականություն է պարգևում։ Պարույրը, որը հավերժության խորհրդանիշն է, իմ ստորագրությունն է։ Կյանքը հավերժական է, այդուհանդերձ մենք աշխարհ ենք եկել ինչ-որ բան անելու, ինչ-որ բանի ծնունդ տալու և ինչ-որ բան արարելու համար։ Նունե Սարգսյան։ Արվեստաբան գրող Նունե Սարգսյանը ծնվել է Երևանում։ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Մատենադարանում, հնագույն ձեռագրերի համաշխարհային առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից մեկում։ 1991 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստացել է Լոնդոնի համալսարանի Goldsmiths քոլեջի արվեստի պատմության մագիստրոսի կոչում։ Եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության մշակույթի գծով խորհրդական, ապա գործերի ժամանակավոր հավատարմատար։ Դեսպանությունում աշխատելու տարիներին Նունե Սարգսյանը հարթակ է ստեղծել բազմաթիվ հայ արվեստագետների համար։ Արվեստի, մշակույթի և գրքերի աշխարհների միջև Նունե Սարգսյանը նաև նկարում և նկարազարդում է։ Նրա աշխատանքները տարբերվում են պայծառ, գունեղ նկարներից մինչև սև թանաքով արված աբստրակտ պատկերներ։ Նա իր առաջին ցուցահանդեսն իրականացրեց 2017 թվականին Լոնդոնի Էվերարդրիթ պատկերասրահում։ Կարևորելով արվեստը և մշակույթը, Նունե Սարգսյանը պարբերաբար այցելություններ է ունեցել կրթամշակութային տարբեր օջախներ։ Հյուրընկալվել է Պարարվեստի պետական քոլեջում, այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Հակոբ Կոջոյան կրթահամալիր, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ «2018 թվականի հոկտեմբերի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսությանը ի թիվս մշակութային գործիչների, հայ և օտարազգի գրողների, ամենատարբեր ընթերցողների հետ ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Նունե Սարգսյանը։ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBI Հայաստանը, Արևիկ հրատարակչության և Art Bridge գրախանութի գործընկերությամբ հայտարարել էին մանկագիրների և նկարազարդողների մրցույթ, որի արդյունքները ամփոփվեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հանրապետության նախագահի տիկնոջ մանկագիր Նունե Սարգսյանի ներկայությամբ։ Նունե Սարգսյանը իր կողմից մանկապատանեկան արձակ և մանկապատանեկան գրքի նկարազարդում անվանակարգերում սահմանել էր 2 հատուկ մրցանակ, որը հանձնվեց նախագահական նստավայրում։ Նունե Սարգսյանը հրատարակել է երեխաների համար 20-ից ավելի գրքեր, որոնք թարգմանվել են արաբերեն, իտալերեն, վրացերեն, ռուսերեն և ուկրաիներեն, որոնք մեծ ճանաչում են ձեռք բերել ընթերցողների շրջանում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։ Հեղինակը իր ստեղծագործություններում շեշտադրում է կրթության կարևորությունը, ցույց տալիս գիտելիքի ուժն ու յուրօրինակ կերպով ներկայացնում, թե գիտելիքներով զինված մարդը ինչպիսի հերոսություններ կարող է անել։ Ամեն տարի գարնանը հազարավոր գրքասերներ և գրահրատարակիչներ հավաքվում են իտալական Բոլոնիա քաղաքում, մասնակցելու մի բացառիկ տոնի՝ Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին։ Եվ ահա միջազգային տոնավաճառի շրջանակում, որին մասնակցում էին նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, IBI Արմենիայի նախագահ Ռուզան Տոնոյանը, Զանգակ հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, տեղի է ունեցել Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը։
Իդեպ նրա կապույտ գետաձիուկի եւ վարդագույն մկնիկի արկածները շարքի առաջին գիրքը 2021 թվականին արժանացավ գերազանցության եւ առաջադրվեց պատանիների համար գրքերի միջազգային խորհրդի IBI 2022 թվականի պատվավոր ցանկում որպես ակնառու գիրք։ 10-ամյա Սավաննան տատիկի Նունե Սարգսյանի հետ մասնակցում էր Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին։ Սավաննան, որ տատիկի մի քանի գրքերի համահեղինակ է եւ նկարազարդումների հեղինակ, պատմել է գրքերի նկատմամբ իր սիրո, դրանց կարեւորության մասին, հիշել, թե ինչպես է փոքր տարիքից տատիկն իր մեջ սեր սերմանել գրքերի հանդեպ։ Սավաննայի ցանկությունն է, որ բոլոր երեխաները սիրեն գիրքը, շատ կարդան եւ հնարավորություն ունենան գրել, ժպտալ եւ գաղափարներով կիսվել իրենց տատիկ-պապիկների կամ ծնողների հետ։ Նունե Սարգսյանը նաև բարեգործական մի շարք ծրագրերի աջակից է։ Նա ներկա է գտնվել SOS մանկական գյուղեր հիմնադրամի խնամքի նոր կենտրոնների բացմանը եւ իր ներդրում ունեցել հիմնադրամի գործունեությանը։ Այցելել է նաև Բարի մամա բարեգործական կազմակերպության հիմնադրած Բարի տնակ եւ հանձնել Բարի տնակ նախագծի իրագործման համար Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանգանակած նվիրատվությունը։ Նունե Սարգսյանը աջակից է նաև Երևան իմ սեր հիմնադրամի։ Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան։ Ես պատվով կկատարեմ երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի պարտականությունները։ Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են, որովհետև ամեն երեխա արտակարգ է, հրաշք է, տիեզերք է։ Նշենք նաև, որ IBI Armenian International Board on Books for Young People կազմակերպության հայկական ազգային մասնաճյուղը մանկական գրականության ամենակարևոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ 2024-ի համար Հայաստանի կողմից առաջադրել է մանկագիր Նունե Սարգսյանի թեկնածությունը։ Յուրօրինակ մտածողություն, վառ երևակայություն, միշտ պայծառ միտք։ Այսպիսին է Նունե Սարգսյանը։ Օրինակելի կին, հոգատար մայր, յուրօրինակ տատիկ, սիրելի մանկագիր Նունե Սարգսյան։ Ուզում ենք, որ միշտ շողակ, ժպտակ ու գարուններ ենք ցանկանում ձեզ։ Շրջապատվեք գարուններով եւ գարնան պես միշտ ծաղկեք։